Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում խոշտանգում են, ինչ է արել այս առումով մեր արտաքին հետախուզությունը հասկանա, ինչ է կատարվում նրա շուրջ։ Եվ առհասարակ մյուս գերիների Շնորհակալություն հարցերի համար։ Մեր հոգեներգործություն է եղել։ Ինչ հոգեներգործության մասին։ Խնդրեմ մի քիչ այո կպա, հանկարծ չխանգարենք իրար։ Շնորհակալություն հարցի համար։ Ծառայությունը իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել եւ ներկայացնել քաղաքական ղեկավարությանը եւ ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Հաջորդ հարցը ինչ է բարձր, ինչ է բարձր։ Քաղաքական իշխանությանը նկատել եք, բայց հանրությունը ձեր կոռեկտը հետախուզության ձեր հարցը հետախուզության ծառայությանը մանրամասնելու վերաբերյալ համարում եմ ոչ կոռեկտ։ Հաջորդ հարցը։ Ինչն է Հաջորդ հարցը։ Դա է հարցը։ Հանրային հարց է, շատ հետաքրքրող հարց է հարցական ես մտածում Գրիգորյան։ Ընդհանրապես ծառայությանը նման մանրամասների վերաբերյալ հարցը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ։ Գրիգորյան, ձեր զեկույցը կառույցի հրապարակած զեկույցը նախորդ տարվա գործունեության վերաբերյալ նշում էր, որ ադրբեջանական ինչ որ գործընթացներ չկա, դա դուք ինչու եք կառույցի ինչու էր այդպիսի շեշտադրումներ հաշվի առնելով, որ մշտապես Ադրբեջանից կան սպառնալիքներ։ Արտաքին հետախուզության ծառայությունը մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ արկա արտաքին ռիսկերը եւ ծառայությանը նաեւ հանրությանը տեղեկացնել հնարավորի եւ թույլատրելի սահմաններում թե ինչպիսի ռիսկեր կան։ Ինչ վերաբերում է շեշտադրումներին, համաձայնեք, որ նման հարցը առաջին հարցն է, որ հետաքրքրում է հանրությանը։ Հարցակման մտադրությունների հնարավորության եւ այլն եւ այլն։ Եվ մեր խնդիրներն էր հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն եւ մասնագիտական տեսանկյունից գնահատել հարցակման հավանականությունը, ինչը մենք եւ արել ենք։ Ձեր ասած այդ օբյեկտիվ գնահատականները որակեցին որպես շարադրություն։ 3-րդ հարցակմանը պաշտպանության նախարարությունը նման տեսնում եք թե ճիշտ տվյալներով։ Հարցը արդյոք հարցակման հավանականությունը այս պայդրությամբ հարցակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետեւում ենք իրավիճակին։ Հաջորդ Տիկին Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է, որ Հայաստանի պետականության վտանգներ են սպառնում եւ ասում են, որ երկրներ կան, որոնք սպառնալիք են։ Դուք կարող եք բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ասել, որ երկրներն են, որ Հայաստանի պետականության անկախության ինքնաշխատության համար վտանգ են պարունակում։ Իմ պատասխանը ձեր հարցին, հարգելի Նարեկ, հնչում է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Որոնք են այդ երկրները։ Հաջորդ հարցը։ Դա է ոչ կոռեկտ հարցը։ Հաջորդ հարցը։ Դա իմ պատասխանն է, հարգելի լրագրողներ։ Դուք սիրելի Մանրամասնում մենք վտանգը մեր երկիրը դուք պետական բյուջեից Հայաստանի հարկատուներից ծնվող կառույցի ղեկավար եք եւ պարտավոր եք հանրության առաջ հաշվետու լինել։ Հիմա ընդ որում հսկայական գումարներ է տրամադրվում ձեր ղեկավարած կառույցին, որի արդյունավետությունը հարգելի լրագրողներ, դուք տվել եք հարց, ես տվել եմ պատասխան։ Բայց պատասխան չկա այդտեղ, բովանդակություն չկա։ Ձեր բավարարման աստիճանը այլ խնդիր է։ Որակումներ տալի մեր հարցին։ Տիկին Գրիգորյան, այն պետությունները, որոնք են եղել, որ 44 օրյա պատերազմի նախապատրաստել Հայաստանի դեմ եւ եղել են ՀԱՊԿ անդամներ, կարող եք ասել։ Որպես ծառայության ղեկավար ես պատասխանատու եմ եւ իրավասու եմ խոսել այն ժամանակահատվածի վերաբերյալ, որի ընթացքում ծառայությունը գործում Չեք ուսումնասիրել։ Մեր ուսումնասիրության դուք նայ մի պեք եղել եւ կարծում թույլ կտաք ես պատասխանեմ։ Չէ, թույլ չեմ տալիս, որովհետեւ դուք պետք է նաեւ որոշակի առումով հարգեք մեր աշխատանքը։ Ես խորը հարգանքով եմ վերաբերում լրագրողների աշխատանքներին։ Ես գնահատականներ չեմ տալիս։ Ոչ կոռեկտ եմ համարում այն հարցերը, որոնք ծառայության առանձնահատկությունները կոպտորեն վիրավորում են։ Հիմա մենք ձեր պատասխաններին, որ ասենք ոչ կոռեկտը, ձեզ դուր կգա դա։ Իմ պատասխանները կարող են ձեզ չբավարարել մանրամասների բացակայությամբ պայմանավորված։ Ես որակումներ չեմ տալիս։ Դուք շատ եք Տիկին Գրիգորյան,
Իմ պաշտոնը ինձ չի փոխել։ Ես ծառայության խնդիրներն եմ կատարում եւ դրանով է պայմանավորված լրագրողների հետ շփման սահմանափակություն։ Գրիգորյան, նշեցիք, որ այդ ժամանակ չի եղել արտաքին հետախուզական ծառայությունը, բայց հետագայում ուսումնասիրություններ կատարվել են իմ նշած հարցի վերաբերյալ։ Ծառայության արժեվ դրված խնդիրները չեն ներառում անցյալում տեղի ունեցած դեպքերի կամ փաստերի ուսումնասիրություն։ Հիմա ՀԱՊԿ անդամ որևէ պետությունից Հայաստանի անվտանգության ինքնիշխանությանը վտանգներ սպառնում են, թե ոչ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին ես պատասխանեցի այն պատասխանն է, ինչ որ քիչ առաջ տվեց։ Կարծես թե այլ հարցեր չկան։ Գրիգորյան, ես ունեմ էլի մի հարց, եթե կարելի է։ Վերջին հարց։ Ահա, ինչ տվյալներ ունեք այս օրերին Բաքվում պարբերաբար տեղեկություններ է տարածում կրակոցների մասին։ Ես քիչ առաջ պատասխանեցի այդ հարցին։ Հա, հարցակման հավանականության հետ կապված իմ պատասխանը կրկնեմ, դա հարցակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ազդակների եւ փաստերի համախումբը այս պահին բացակայում է։ Շնորհակալություն։